Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և աշխարհաքաղաքական այլ կենտրոններից հնչել և հնչում են հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստանի քաղաքականությանն աջակցող հայտարարություններ։ Մինչդեռ հայաստանյան որոշ շրջանակներ դրանք դիտարկում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Արարատ Միրզոյանը կոչ է անում քաղաքացիներին չտրվել նման մանիպուլյացիաների։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամենաառօրյայի մասը եւ ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու։ Հիմա գիտեք, ճաշակի հարց է։ Այս համատեքստում Միրզոյանը որպես թարմ օրինակ անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքար Ֆիդանի վերջին հայտարարությանը, որը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը եւ նաեւ ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է։ Եթե կուզեք նաեւ, չէ՞ որ ամեն ինչ չի շատ ուղիղ բան ասվում, հա, բաներ կա, որ այսպես փաթեթով կամ տողատակերով եւ նաեւ խրախուսանք ուղված կամ կոչ ուղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը, հա, այդ գործընթացի։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ եւ երիցս ոչ։ Վարչապետ Փաշինյանն էլ համարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատված է խաղաղություն։ Ռազմական էսկալացիայի հավանականությունը ներկայությամբ նա գնահատում է 0, ընդգծելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Ինչ վերաբերվում է խաղաղության հետագա ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը, բայց ես նաեւ ուզում եմ մենք բոլորս արձանագրենք նաեւ այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, սկսած հռետորաբանությունից եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս եւ ես ուզում եմ դա ողջունել։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաջորդիվ ամբիոնին մոտեցավ Սուրեն Պապիկյանը, իր հերթին անդրադառնալու ընդդիմադիր падգամավորներից մեկի այն հարցապնդմանը, թե 2025 թվականի ընթացքում զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվել է 30 զինծառայողի մահ։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը խնամքով թաքցնում է այս տվյալները։ Պապիկյանը վիճակագրություն ներկայացրեց։ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2-ը ցավոք ինքնասպանության եւ 2-ը առողջական խնդիրներով։ 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 ընկաժամանակահատվածում մահացել է, ինչու ենք նաեւ նշել մահացել զոհվել, որից երևի օգտվել են, որովհետեւ 30 թվի մեջ կան նաև այո զոհեր, դրա համար պատասխանը հնչել է մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դրա մասին չէ դա, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է եւ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են, այդ թվում նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն էլ թրիփ հայ-ամերիկյան համատեղ նախագծի վերաբերյալ Փաշինյանին հարցրեց։ Ուզում հասկանամ, այդ ենթակառուցվածքը, որ անցնում է էներգետիկ, ճանապարհային, մալուխային եւ այլն, դա Հայաստանի էներգետիկ ցանցին միանալու է, թե չէ։ Եվ արդյոք Ադրբեջանի տարածքով մենք նույնպես իրավունք ենք ստանալու դրան համարժեք ենթակառուցվածքներից օգտվել։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն
պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Թրիփի թեման շարունակեց նաև Արարատ Միրզոյանը, կրկին մոտենալով ամբիոնին հայտարարեց. Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում։ Էս հարցերը կարգավորել սենց։ Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարություն, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործ նախարարներից մեկը ասում է դե ողորմելի է, ասում է, քանի 74%-ը տվել են, 26%-ն են իրանց բայ։ Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ աշխատել եմ, զերծ մնամ նախկին արտգործ նախարարների գործունեություն, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի է խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ, չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որ ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք ներողություն եմ խնդրում։ Ներողություն, կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ։ Ոչ դուք, ոչ մեկը։ Նայեք, կարևոր բաներ եմ ասում։ Նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պայել ենք մեզ։ Իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության։ Հայրոս Գազարտի վերջին 20% 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը տեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդպես պետությանը։ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ падգամավորներից մեկի հարցին էլ ի պատասխան Արարատ Միրզոյանը արձագանքեց. այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, բայց անգամ նման դեպքում այդ թեմայով արտաքին մեկնաբանությունները ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին։ Ավելի լավ է ամեն մեկը կենտրոնանա իր երկրի ներքին գործերի վրա։ Իսկ Սերգեյ Լավրովը հիշեցնեմ, անդրադառնալով Գյումրու լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին, հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդու ձերբակալությունը մտահոգիչ է։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։